Պայքար, ճանաչում, հատուցում։ Սփյուռքն իր կառույցների ամբողջ ներուժով տարիներ շարունակ նվիրվել է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Համազգային ողբերգությունն աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը դարձրել են պայքարի շարժառիթ։ Սփյուռքի քաղաքական ուժերը որոշեցին սուգն ու ցավը պետք է փոխարինել քաղաքական պայքարով։ Ավանդական կուսակցություններից Հույդան որոշեց, որ պետք է ստեղծել մի կառույց, որը պիտի զբաղվի հայոց պահանջատիրությամբ։ Ստեղծվեց Հայ դատի հանձնախումբը եւ պայքարը նոր թափ ստացավ։ Հիմնական մեկնագետը եղավ 1965-ին, դեղի ունեցավ 1 միլիոնի ավելի ժողովրդի մասնակցությամբ ցույցը Երևանի մեջ, մեր հողերը պահանջկով։ Բամը որ իսկապես անսպասելի բան ուներ այդ օրերու կարծր Սովետ Միության օրերում։ Թուրքիան պիտի ճանաչի կատարած հանցագործությունը, սա էր գլխավոր նպատակը, հետևաբար առաջնահերթ էր ճանաչման գործընթացը մեկնարկելը։ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի ժամանակ, երբ արդեն ցեղասպանության կոնվենցիան, ՄԱԳ-ի ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան գործում էր եւ շատ ակտիվ էր Թուրքիան աշխատանք տանում ժխտելու, ուրանալու ցեղասպանության փաստ։ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հաջողության բարձրակետը Հայաստանի Հանրապետության վերանկախացման շրջանն էր։ 90-ականներուն երկիրները, որ այլևս մեկը մյուսին հետևել սկսան երկիրներ, ճաշնալ խորհրդարաններ հիմնականորեն, գա 2-3 բարականներ, որ ինքը պետությունը օրենքի ուժով ստիպված եղավներ, ինչպես է Հունաստանի բարակային, որ Թուրքիային ճնշելու, իշխանության շուրջ օղակը սեղմելու գործիքը միջազգային հանրություններ, աշխարհի 3 տասնյակից ավելի երկիր ճանաչեց ու դատապարտեց տեղի ունեցած ոճրագործությունը։ 87 թվականի Եվրոխորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումներ իսկական միջազգային, որովհետև դա մեկ պետությունից ավելի է ներկայացնում եւ այդտեղ էր, որ նման ճանաչում տեղի ունեցավ Գերմանիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը բավական ազդեցիկ է այն իմաստով, որ ոչ միայն Թուրքիայի պատասխանատվությունն է ճանաչում, այլ իր մեղսակցության պատճառով եղած պատասխանատվությունն է Գերմանիան ճանաչում։ Դիվանագիտական ճակատից զատ Սփյուռքը բաց չթողեց նաև ուժային ճակատը։ Պետք չէր հույսը դնել միայն քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների վրա, պետք էր Թուրքիային նաև ատամ ցույց տալ։ Բացական դնորինումներով այդ բոլոր թուրք դեսպաններուն, որոնք մեղսագից էին ժողտողականության, քաղաքականության եւ իրենք այս կարոզիչներն էին։ Եվ անշուշտ հոսատկանիշական եսել, որ որոշումը ադեր որքան որ հայտնի եղավ եւ այդպես եղավ, որ միայն պիտի թիրախները լայն քաղաքական անձեր։ Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներ համոզված են, թշնամու նպատակը չի փոխվել։ Այս տարիների պայքարը միջազգային հանրությանը նաև սա ցույց տալն է։ Այդ աշխատանքը, որ գդարվի միջազգային մագարտակի վրա, լադիգա վերջին 30 տարիներուն ընթացքին կառավարություններու հետ աշխատել, որպեսզի վստահեցնենք հայկական ցեղասպանության ճանաչումը, վստահեցնենք արդար լուծումը այդ հարցին, գա շատ ավելի մեծ ընդհանուր աշխատանքի որպես մաս, ադալ Հայաստանի լինելիությունն է։ Այսօր էլ Սփյուռքի կառույցների համար հայոց ցեղասպանության հարցը միայն հիշելն ու սգալը չէ, այլ հայոց պահանջատիրության պայքարի նոր թափ տալը։ Այդ աշխատանքները, երբ որ ոգեգործական ցերնակները դեղի կունենան, միշտ միտքը գլա հաջորդ քայլերը ինչ են, եւ այդ քայլերը դեղի կունենան մեր քաղաքներ դեղական մագարտակի վրա, նահանգային մագարտակի վրա, տաշնակցային մագարտակի վրա, առնվազն Ամերիկայի կառավարության մեջ հստակ օրենքներ առաջ բերելու, Ադրբեջանի հաշվետվության կանչելու, բաժամիջոցներ տնելու Ադրբեջանի վրա։ Ճանաչման ու պահանջատիրության գործը հիմա մնացել է միայն առանձին կառույցների ուսերին, քանի որ վերջին տարիներին պաշտոնական Երևանը այս հարցը հանել է իր օրակարգից։ Սա այս հարցով զբաղվող կառույցների համար դարձել է աքիլեսյան գարշապար։ Այն բաները, որ ասվում են այս իշխանությունների պատասխանատուների կողմից, անպատասխանատու հայտարարություններ են, որովհետև դա ամբողջ փաստն են կասկածի տակ դնում, որ իբր ցեղասպանության ճանաչումը դրսից ներարկված էր մեր մեջ, մենք չէ որ այդ աշխատանքը սկսել ենք ինչ որ ուրիշ նպատակներ ունեցել եւ այլն,
Սա ինքնին արդեն խնդրահարույց է։ Սփյուռքի կառույցները դժվարությամբ, բայց կարողանում են հաջողություններ արձանագրել այս հարցում։ Ամեն այսպես ասած ակնառու ճանաչումը, որ ունեցանք Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի երկու պալատների կողմից 2019 թվականի հայոց ցեղասպանության ճանաչումներ, ինչին որ հաջորդեց արդեն հաջորդ տարի կամ 2 տարի անց 21 թվականին նախագահ Բայդենի կողմից շատ կարևոր է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը համայնքային մակարդակներում, քաղաքային մակարդակներում, ինչը որ ժողովրդի համար ավելի հասանելի է։ Տեսեք, ոչ թերագնահատելով որևէ մակարդակում հայոց ցեղասպանության ոգեկոչում, բայց եթե իրականացում է պետական արարողակարգային որևէ միջոցառում, բնականաբար դրա քարոզչական էֆեկտը նույնպես մեծ է։ Պաշտոնական Երևանը ցեղասպանության հարցը հանել է իր առաջնահերթությունների օրակարգից։ Թշնամու հետ խաղաղություն հնարավոր չէ, քանի դեռ զիջողը միայն մի կողմն է, վստահեցնում են Սփյուռքի համայնքի ներկայացուցիչները։ Եթե գուզենք Հայաստանի անվտանգություն, եթե գուզենք Արցախի արդար լուծում, պետք է աշխատենք դեպի հաշվետվության Ադրբեջանի կողմէ, Թուրքիո կողմէ իրենց ցեղասպանական արարքներուն համար։ Պատմությունը կփաստե, որ այսպես ցևով արևդրական ցևով նայելը այս հարցին, ասելով որ հող եթե դանք պիտի կարողանան խաղաղություն առաջ բերել, ադիգա միայն մեզի պիտի դանի ավելի քիչ հողի եւ ավելի քիչ խաղաղության։ Հային զրկել հայրենիքից, տեղահանել, սպանել։ 111 տարի առաջ սա էր Թուրքիայի նպատակը։ Այսօր էլ նրան է միացել փոքր եղբայրը՝ Ադրբեջանը։ Խաղաղության գինը չպիտի լինեն միակողմանի զիջումները, սեփական շահը, պատիվն ու արժանապատվությունը։ Գարնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, Մեհեր Դավթյան, ABC Media։